Մոտենում է The Voice աշխարհահռչակ երաժշտական նախագծի հայկական նորամուտը։ Հոլանդական ծագումով հեռուստանախագծի հայկական տարբերակը Հայաստանի ձայնը Արմենիայի եթերում կլինի նոյեմբերին։ Հայաստանի ձայնի մասին այսօր խոսելու ենք հայտնի նախագիծը մշակած հոլանդական Talpa ընկերության ներկայացուցիչ Մորից Բրիեթի հետ։ Բարի երեկո Մորից։ Ինչպես գիտեք, այս շոուի ժամանակ մասնակիցների հետ աշխատելու են մարզիչները եւ արդեն հայտնի է թե ովքեր են աստղային մարզիչների, այսպես ասած, կվարտետում։ Արտո Թունջբոյաջյան, Թաթա, Սոնա եւ Սոֆի Մխեյան։ Եվ այսպես առաջին հարցը, Մորից, ինչպես է ընտրվել մարզիչների այս խումբը, ինչ չափանիշներով։ Հայաստանը ձայնի նախագծի մարզիչների ընտրությունը, ինչպես նաև ձայնի նախագծի այլ երկրների մարզիչների ընտրությունը շատ կարևոր է եւ այն տեղի ունենում հիմնված նրանց հանրահայտության եւ հաջողության վրա տվյալ երկրներում։ Եվ ինչ համարում եք, որ Հայաստանից այս 4-ի ընտրությունը լավագույնն է։ Իհարկե միայն նայելով կարող են դատողություններ անել, սակայն տեսնելով այսօրվա փորձը եւ տեսնելով նրանց անցած ճանապարհը, նրանց կենսագրություններից եւ բոլոր այն հղումներից, որոնց մեզ ուղարկել էին, մենք վստահ ենք, որ այո, նրանք լավագույնն են բոլոր նրանցից, ում մեզ ուղարկել են։ Բարի, Մորից, այսպիսի մի հարց հայաստանյան երաժշտական հեռուստանախագծերի մեջ նորություն է այդ կույր լսումների սկզբունքը։ Կուզեի, որ այս գաղափարը բացատրեիք, այդ սկզբունքը մեզ բացատրեիք մի փոքր։ Հայաստանի ձայնի նախագծի սկզբունքը եւ առհասարակ ձայնի նախագծի սկզբունքը դա կատարել ընտրություն լավագույն ձայնային տվյալներ ունեցող տաղանդավոր անձանց միջև եւ իհարկե այս նախագծում կարևորը միայն ձայնն է եւ համատեղել բերել նրանց տրամադրելով նրանց հարթակ, որտեղ նրանք կարող են մրցել։ Բարի, եւ վերջին հարցը, ինչ եք կարծում, ինչ հաջողություն կունենա այս նախագիծը Հայաստանում, որովհետեւ Հայաստանում, եթե գիտեք, շատ-շատերն են երգում եւ եթե չեմ սխալվում, լավագույն ձայների քանակով մեր փոքրիկ երկիրը աշխարհում առաջատարներից մեկն է։ Well, it's interesting. I do a lot of countries in the region. Ես որպես խորհրդատու այցելում եմ շատ երկրներ, մի քանիսը նաև ձեր տարածաշրջանում եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ երկրներում կան շատ տաղանդավոր հայեր նաև, որոնք ներկայացնում են այդ երկրները եւ ես ուրախ եմ, որ Հայաստանում նույնպես այս նախագծի շնորհիվ հնարավորություն կընձեռվի բոլոր տաղանդավոր մարդկանց ցուցաբերել իրենց ձայնային տվյալները, վոկալ տվյալները։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հոլանդական Talpa ընկերության The Voice նախագծի խորհրդատու Մորից Բրիեթը։ Դուք դիտում եք Կիրակնօրյա ժամը լրատվականը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք։